Ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է ու այդ առիթով բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում։ Լավ է, որ դրանք ոչ միայն մայրաքաղաքում են, այլև դրա սահմաններից դուրս։ Պարի պետական անսամբլը գնում է Վանաձոր։ Մեր տաղավարում են ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Արտուր Գասոյանն ու Պարի պետական անսամբլի մենապարուհի Լալա Տոնոյանը։ Բարի առավոտ։ Բարի ձեզ։ Ձեր գալիք տոնը շնորհավոր։ Շնորհակալ ենք։ Դա ձեզ չի վերաբերվում գոր, որտեղ դուք բանել չգիտեք ընդհանրապես։ Բայց դա վերաբերում է այսօրվա մեր հյուրերին ու Պարի միջազգային օր։ Եկեք սկսենք ամենասկզբից։ Երբ է սա հռչակվել եւ քանի տարի է, որ մենք նույնպես միանում ենք այս տոնին եւ նշում ենք։ Նախ բարի լույս, շատ ուրախ ենք օրը սկսել ձեր հետ, այս գեղեցիկ տաղավարում։ Պարի միջազգային օրը ամեն տարի ապրիլի 29-ին նշվում է ամբողջ աշխարհում, ինչպես ամբողջ աշխարհը, այնպես նաև մենք ամեն տարի նշում ենք Պարի միջազգային օրը պարողներով, անցած տարի նշել ենք պարողները մասնակցություն չեն ունեցել, անցած տարի պարողները հյուրի կարգավիճակով Հանգստանում են այդ օրը։ Այո, այդ օրը նվիրվեց ամբողջովին իրենք որպես հանդիսատես, պարգևատրումներ, մեդալներ, պատվոգրեր։ Հա, չպարողները պարում էին պարողների համար։ Այո, Ովքեր են չպարողները։ անցած տարի չպարողներ չէին, երաժիշտներ էին։ Երաժիշտներ, ավելի շատ երաժշտական մասով նվիրվեց այդ համերգը պարողներին։ Այս տարի ֆորմատը այլ ձևաչափով ենք վերցրել, այսինքն այլ ձևաչափ աստվածով հենց վերցրել ենք Պարի ձևաչափով, Պարի միջազգային օրը Պարի միջոցով։ Անսամբլները, պետական անսամբլները, Պարի պետականը, բարեկամությունը եւ Երգի Պարի անսամբլը Պարվեստի պետական քոլեջի հետ համատեղ քոլեջում կունենան շքեղ գեղեցիկ համերգային ծրագիր, որտեղ ներկայացված կլինեն մեր ամբողջ ժամանակների վարպետների ներկա եւ արդեն ոչ կենթանի վարպետների ստեղծագործությունները։ Ամսի 29-ին դա կունենանք Պարի միջազգային օրը, իսկ մինչև դա Պարի միջազգային օրվան ընդառաջ ունենք եւս շքեղ համերգներ արդեն մարզերում եւ ոչ միայն Պարի պետականը կլինի Վանաձորում, այլ նաեւ բարեկամություն պետական անսամբլը ամսի 26-ին, ապրիլի 26-ին կլինի Աբովյան քաղաքում, որտեղ նորից կունենանք համերգային ծրագրեր Պարի միջազգային օրվան ընդառաջ մարզերում ավելի տարածելու պարվեստ։ Այսինքն այդ տոնը ոչ միայն իսկապես մայրաքաղաքներում, Փարիզ, Լոնդոն, չգիտեմ, Վաշինգտոն, Երևան, այլ նաև մարզեր է գնում եւ դա իսկապես շատ լավ է։ Դե պատմեք, ինչ եք ապրելու Վանաձորում, սիրում եք գնալ առհասարակ Երևանից դուրս դեպի մարզեր, թե ոչ, ինչ է տալի ձեզ որպես պարուհի այդ ամենը։ Մենահամերգները։ Այո։ Ազգային կենտրոնը նպաստում է, որպեսզի արարվեստը, մշակույթը գնան մարզեր եւ ներկայացնեն մեր ժողովրդին հայ մշակույթը։ Շատ լավ են անցնում համերգները մարզերում, ժողովուրդը ծափահարում է, երբ դու դհոլ զուռնայով բարձրանում ես բեմ, այդ ոգևորված ժողովրդին տեսնելով, քեզ թվում է դու չես պարում բեմի վրա, այլ իրանք են։ Պետք է շատ կազմակերպություններ լինեն մշակույթային, ովքեր պարբերաբար կմեկնեն եւ կներկայացնեն մեր մշակույթը ամբողջ Հայաստանում։ Մենք 2 տարի առաջ եւս եղել ենք Վանաձորում, այնտեղ 65-ամյակի ծրագիրն ենք ներկայացրել, իսկ հիմա կներկայանանք նորացված եւ ավելի թարմացված ծրագրով, ունենք նոր համարներ, Ղայթարմա, Կոմիտաս, Համշենյան մտորումներ, Սյունյաց աղջիկներ։ Արցախյան պարեր կան ինչ-որ ծրագրում նոր։ Արցախյան պարեր կան, բայց նոր չեն, մեր հիմնական պարերից են։ Հա, իհարկե կան, միշտ եղել են եւ այնտեղ ունենք նոր վերականգնված մի քանի համարներ, որոնք 16 տարի առաջ մոտ պարել ենք անսամբլում, դա Մոմերով պարն է, Հայաստան պարն է, մի խոսքով ծրագիրը շատ հագեցած է եւ կփորձենք ներկայանալ լավագույնս։ Այո, մեկ մենահամերգ ենք ունենալու այս անգամ։ Հիմա շատ տարածված այսպես տրենդերից խոսենք, երբ մարդիկ փորձում են այսպես ֆլեշ մոբեր, դա կարելի ասել մաստեր կլասեր, կարելի ասել հա հանդիսատեսիներ մասնակից դարձնել եւ գորիպես մարդիկ, ովքեր որ միգուցե լավ չեն պարում, բայց սովորեն պարել, արդյոք ունեք համերգային ծրագրի ընթացքում ինչպիսի այսպիսի համարներ մարդկանց մասնակից դարձնել։ Տեսեք, հետո ընթացքում ավելի շատ մարզերում, երբ որ համերգային ծրագիրը վերջանում է,
անկախ մեր կամքից, անկախ պարողների կամքից, համերգներ են լինում, որ վերջում վերածվում է ֆլեշ մոբ, այսինքն հանդիսատեսը մի համատեղ պարում է արտիստների հետ, արդեն պարողների հետ, ով ոնց կարային որ ասում, ասենց ով ոնց կարում է, բայց որ քանի որ ոնց որ ասում մեր ինչ որ նախատեսել էինք դուք գուշակեցիք, ապրիլի 29-ին ԿԳՄՍ նախարարության առաջարկով ունենք նաև ամբողջ հանրապետությունում փորձելու ենք կազմակերպենք Քոչարու փառատոն, այսինքն կազմակերպվելու է այսպիսի մի բան, որ ամբողջ Հայաստանի Հանրապետությունը թե մարզերում, թե Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում Քոչարի պարեն բոլորը միաժամանակ նույն ժամին բոլոր տեղերում աշխատանքի վայրում, դասերի, աշխատանքի վայրում, եթերում, ժամը կարծում եմ նախնական 6-ին, մենք ձեզ դուք սուպերստար ես երեխաների հետ պետք է բոլորը նկարեն, հետո կարելի է ընդհանուր մի հատ Ես մտահղացում կա այս պահին քննարկման փուլում, այսինքն փորձելու ենք 29-ը հեսա 7 օրից է նոր քննարկման փուլ, ընդամենը ծրագիրն է քննարկման փուլում, ոնց որտեղ ինչպես կանցկացվի, այսինքն ծրագիրը հստակ է։ Լսել եմ դրա մասին ես։ Չէ, այդ մի քիչ անակնկալ էր ես։ Այս ձեր եթերում բացեցի այդ գաղտնիքը։ Ձեր եթերում բացեցի։ Իսկ ընդհանուր պոակի հետ կապված, ազգային կենտրոնի հետ կապված, կուզեմ երկու խոսքով, քանի որ անցած տարի հնարավորություն ունեցել ենք ձեր տաղավարում նորից լինելու Փարաջանովի ներկայացման շրջանակներում, այն ժամանակ մեր խնդիրներով ավելի բան, հիմա նաև ասեմ, որ ունենք այս տարի լավ լուր, ազգային կենտրոնը վերջապես ունեցավ իրեն համար նախատեսված շենքային պայմանները, հիանալի, այն անսամբլները, ովքեր որ տասնամյակներ շարունակ չեն ունեցել մեկ այստեղ, մեկ այնտեղ իրենց սեփական տարածքը, այս պահին մեզ ԿԳՄՍ նախարարությունը եւ անձամբ քաղաքապետ պարոն Ավինյանի համատեղ ջանքերով ազգային կենտրոնին տրվեց շենքային պայմաններ։ Որտեղ այդ շենքը։ Վարդանանց 30 հասցեում է շենքը։ Տեսնում ես քաղաքապետարանն է տվել։ Որ լավ բան Հիմա մենք մի մասն ենք կարողանում օգտագործենք շենքի, մի մասը ամբողջովին պետք է վերանորոգվի, ցավոք սրտի պատրաստ չի, բայց մի մասը օգտագործվում է եւ դա արդեն պետական ոչ միայն ոչ քաղաքապետարանն է միայն այսպես փորձերի համար է թե նաև դահլիճ է լինելու որտեղ որ Տեսեք, շենքը բավականին մեծ է, մենք նախատեսում ենք այնտեղ համ բոլոր անսամբլները, ովքեր որ ներառված են ազգային կենտրոնում, բոլոր անսամբլների այնտեղ համ փորձասենյակ, համ համերգային դահլիճ, որ համ կարողանանք համերգ տալ, հանդերձարաններ, այսինքն ամեն ինչ այն ամեն այն մինիմալ սանիտարական պայմանները, որ պետք է մաքսիմալ, ոչ թե մինիմալ։ Գոնե այս շենքն արդեն կա, հիմա օգտագործում ենք։ Որ շենքի մասին է խոսքը այնտեղ, ինչ շենք կա։ Նախկին, ես եթե չեմ սխալվում, նախկին հարակրթական դպրոց ա եղել դպրոցի շենքում է։ Նախկին դպրոց ա եղել, որը այս պահին Հա, դե ուրեմն պետք է ինչ-որ արտաքին լուծումներ է նաև լինի, որ նա գեղեցիկ լինի։ Չէ, ես անկեղծ լինեմ, արտաքին այդ ֆասադ աստվածը շենքի շատ սիրում եմ։ Մշակութային շատ հին է ինքը։ 30-ականների դպրոցը ու շատ գեղեցիկ ֆասադ։ Գեղեցիկ է, իսկապես նման է մշակույթի պալատի։ Այո, դաժե իր այդ դիմացի ձեր տալը ինձ թվում է։ Չէ, սխալ կլինի։ Իսկ քանի անսամբլ է այնտեղ արդեն բնակվելու, այսպես ասած, բարեպետականը, բարեկամությունը։ Այս պահին, քանի որ շենքը պատրաստ չի, մենք շենքի մի կորպուսն ենք կարողանում օգտագործենք, ամբողջ վարչական մասը այս պահին այդ շենքի տարածքում է, որը որ հնարավոր է օգտագործել եւ Երևս երկու համույթ, դա ակունք ազգագրական համույթը եւ Հայաստանի ազգային պետական նվագարանների նվագախումբը, որոնք բացարձակապես, թե ասենք բարեպետականը այսօր օպերային թատրոնի շենքում բարեկամությունը երգի բարը ինչ որ մի ձևով տեղավորված են, նրանք բացարձակապես կարելի է ասել, որ փողոցում էին, այսինքն sense 10 օր ստեղ, մի ամիս ստեղ, այս պահին իրանք ունեն, այս պահին այդ շենքում կարողանում են օգտագործել սենյակներ,
ու իրանց փորձերը անցկացնել այդտեղ, այդ երկու ամենը Եվս մեկ մշակութային կենտրոն, պարային մշակութային կենտրոն արհեստավարժ արտիստների համար կլինի։ Իսկ այդտեղ օրինակ երեխաները կարող են գան այցելեն բարի խմբակներ, դասեր, կամ ինձ միշտ հուզում ան, չի մենակ երեխաները, այլ մարդ, երեխաներին զորով ենք տանում կամ ծնողներն են որոշում։ Օրինակ ես որոշում եմ, որ ուզում եմ Յարխուշտա պարել սովորել, վերջապես իսկական Սասնա Յարխուշտա։ Եվ որտեղ եք պարելու այդ պարը։ Այո, չկա տեղ, որ ես կարող եմ գնալ։ Իհարկե ես իմ մասին մի քիչ ստում եմ, ես կարող եմ զանգել իմ ընկերներին շատ գնա Յարխուշտա պարող, այո, արհեստավար, բայց առհասարակ այդ մշակույթը ինչպես նա Չինաստանում կա, Արգենտինայում կա, որ տարեց իմ նման տարեց մարդիկ որոշում են, որ պետք է տանգո պարել եւ սովորել։ Այդպիսի պայմաններ եւ պայմանների մասին մտածում ենք թե ոչ։ Մենք ստուդիաներ, որպես այդպիսին, ամեն անսամբլ իր ոճի մեջ, իր տեսակի մեջ, իր ստուդիաները նախատեսում ենք, բայց ձեր այս դիտարկումը մենք գիտություն կընդունենք ու կմտածենք այս մասով, որ իրոք մեզ պետք է նաև սիրողական դասընթացներ կազմակերպել, որ դուք նաև ինչի՞ չէ դուք որովհետև մենք գիտենք հազարավոր խմբակներ, հա, հազարավոր խմբակներ, որոնք որ չգիտեմ, ինչ որ մի շենքի առաջին հարկում ուղակի վարձում են, ինչ որ մեկ ով ուղակի այսպես ապարել գիտի եւ կարծես ինչ որ խմբակ է զարգացնում երեխաներ եւ արդյոք չես հասկանում դա պետք էր թե պետք չէր եւ շատ լավ կլինի որ լինի պետական մակարդակով խմբակներ երբ ծնողներն էլ վստահ են, քանի որ այնտեղ աշխատում են պրոֆեսիոնալները։ Ամբողջ խնդիրը նա էր, որ երբ որ անսամբլը իր սեփական տարածքում չի գործունեություն ծավալում, հնարավորություն այս դեպքում հազիվ եմ որ ասում անսամբլի կարիքներն ենք կարողանում հոգալ, այս դեպքում երբ որ մենք արդեն ունեցանք մեր շենքային պայմանները, վստահ եմ, որ հաստատ կունենանք ստուդիաներ թե երեխաների, թե մեծահասակների համար կստեղծենք հնարավորություն բոլորին ներգրավելու այս գեղեցիկ հեքիաթային աշխարհ, պարային աշխարհ։ Լալան ինչ-որ բան էր ուզում ավելացնել կամ ասել։ Խմբակների հետ կապված կարծում եմ։ Մենք այս պահին աշխատում ենք քաղաքի սրտում, հենց օպերայի շենքում, եւ Պարի պետականը միշտ ունեցել է ստուդիա, այս պահին չունի, եւ այնտեղ այո, դասավանդվել են երեխաներ, փոքրիկներ, բայց նաև կա այսպիսի մի ուրախալի լուր, որ մեր արտիստները ունեն պարային խմբեր։ Իրենք իրենց եւ նման դեպքերում մենք ուղղորդում ենք մեր տղաների մոտ այն տղաներին, ովքեր ուզում են սովորել պարել։ Տղաների մասին չի խոսքը, ձածանների եւ ծոցանների մասին է խոսքը հիմա։ Դե, պարոն Գասոյանը ասեց, մենք դա Լավ, այսպեսի մի հարց, Պարի պետականը ամբողջ աշխարհում շրջում էր մենահամերգներով, դա կարծում եմ նորություն չէ ոչ մեկի համար եւ կարծում եմ որ ես ինքս դեռ շատ փոքր էի, երբ սերունդները միգուցե փոխվել են, այո, բայց ինչպիսին է հիմա իրավիճակը, քանի որ Պարի պետականն այնքան մեծ խումբ է, որ այդքան համերգների հյուրախաղերի գնալը մի փոքր, այո, խնդիրներ կարող է առաջացնել, բայց արդյոք տարվա կտրվածքով ունենում եք նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս մենահամերգներ։ Շատ լավ հարց էր, մի քիչ էլ ցավոտ հարց էր, անկեղծ ասած, որովհետև պարողի համար շատ կարևոր է հյուրախաղերը, ինչի մենակ պարողի, արվեստի գործիչի համար շատ կարևոր է հյուրախաղերը։ Իհարկե ամեն ինչ արվում է կենտրոնի կողմից, որպեսզի կարողանանք ապահովենք անսամբլներին ինչ որ ձևով դրսում ներկայացնելու հայկական մշակույթը, ինչքանով է դա ստացվում, տեսնում ենք արդյունքում տարվա վերջում ինչ է ստացվել։ Այս պահին Պարի պետական անսամբլը որպես այդպիսին հստակ հյուրախաղ նախատեսված չունի։ Բարեկամություն պետական անսամբլը մայիսի երկրորդ կեսին Ֆրանսիայում հյուրախաղերով կլինի, ԺԱՖ-ի 80-ամյակին նվիրված, Ֆրանսիայի երիտասարդական միության 80-ամյակին նվիրված բարեկամություն անսամբլը հյուրախաղերով կմեկնի։ Փորձում ենք ամեն տարի, քանի որ դժվարությունները շատ են, մի անսամբլ գոնե կարողանանք, որովհետև ինչպես ասեցիք, քանակը մեծ անսամբլների ու տեղափոխման այլ հարցերը դժվարանում են ու շատ մեծ ծախսերի հետ են կապված։ Իհարկե, այդ ծախսերը
ինչքան որ մեծ են, այդքան էլ արդարացված են, որովհետև այսքան ժամանակ թե Պարի պետական անսամբլը, թե Երգի Պարի անսամբլը, թե Բարեկամություն եւ թե մեր մնացած երաժշտական համույթները հետ են վերադարձել միայն լավ ու դրական խոսքերով, էմոցիաներով։ Վերջով ճիշտ մարքեթինգային ըստ երևույթի աշխատանքի եւ գործունեության ընթացքում կարելի է գումարներ աշխատել կլորիկ նայել մեր հարևանները, տեսեք որ Սուխիշվիլին ինչ է անում ամբողջ աշխարհով, մնալով կարծես թե պետական եւ ազգային, պետական չի արդեն։ Պետականից դուրս է եկել Սուխիշվիլին, ես ինչքան որ գիտեմ։ Դե հիմա նայեք, առաջ կոչվում է պետական, հիմա ես ես վերջերս որ հովազդը գրվում է, նկատեցի որ ազգային է կոչվում արդեն։ Եվ բայց նրանք ամբողջ կլոր տարին կարծես թե տարբեր վայրերում եւ ուզում եմ ասել որ այնպես չի որ պետությունը պետք է պահի այդ անսամբլներին չէ որ այդ անսամբլները կարող են նաև գումարներ վաստակել։ Իհարկե։ Հյուրախաղերից մենամերկներից այո գումար վաստակել։ Այդ ամեն ինչը, քանի որ տեսեք Սուխիշվիլին ինքը մեկն է, այսօր ազգային կենտրոնի հարկի տակ հավաքված են 3 վաստակավոր կոլեկտիվներ, այսինքն մենք Պարի պետականը Բարեկամությունը եւ Երգի Պարը մենք պարտավորություն ունենք բոլորին հավասարապես վերաբերվելու։ Այսինքն մենք չենք կարող վերցնել մի անսամբլ հիմնվել այդ անսամբլին ու կոպիտ ասած Սուխիշվիլի մեջ։ Չինգա-չունգ է պետք անել, ինչ ասեմ։ Լավ, շատ շնորհակալություն, հուսանք որ այլ ավելի լավ կլինի ամեն ինչ մյուս տարի, ամսի 29-ին այսօրվանից մի քիչ Քոչարին վերհիշում ենք։ Դուք որ վերհիշեք անպայման։ Ես պետք է անպայման վերհիշեմ եւ ամսի 29-ին ժամը ըստ երևույթի որ իմանաք մեզ եկած 10:00 Եկեք ֆիքսենք 10:00։ Կապ չունի, որտեղ լինում ամսի 29-ին 10:00 աշխատեք 2-ից ավելի լինել։ Ես առաջարկում եմ անգամ ինչ-որ hashtag օրինել Instagram-ի համար, եւ ովքեր կնկարեն վիդեոներ, կարող են hashtag-ով նաեւ տեղադրել, որը բավականին մեծ ակտիվություն կբերի ամբողջ համացած։ Այո, եւ ամբողջ աշխարհը կիմանա, որ դա անվճար կողմից փոքրիկ լայվ ներդրում։ Մեր մասնագետները երևի լսեցին ձեր խորհուրդները կշարժվեն։ Այո, մենք շաբաթվա կտրվածքով կփորձենք հիշեցնել։ Շնորհակալություն քաղաքապետարանին տարածքը տրամադրելու համար եւ հուսով ենք որ շատ արագ կավարտվեն վերանորոգման գործունեությունը այդ process-ները եւ խմբերը իսկապես կունենան ամեն ինչի մասին երկար տարիներ երազել են եւ համերաշխ բոլորը իրար սիրելով հարգելով կապրեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն բանը եւ մեկ անգամ դեր գալիք տոնը շնորհավոր եւ բոլոր մեր պարող հասարակության արհեստավարժ եւ ոչ արհեստավարժ պարող եւ չպարող հասարակության նախ գալիք տոնը շնորհավոր։